ճիշտ բացատրելով, ձեր ճիշտ բացատրելով, շատ շնորհակալ ենք ձեզ, բայց մեր պայքարը Կասեք ինչ խոսվեց, Դե բանը, մենք փորձեցինք այս ևս մի հատ օրինական ճանապարհ էր, որպեսզի մեր բողոքը ներկայացնենք Դեռևս փետրվարին էր էլի ԱԺ-տնտեսական հանձնաժողովում մեր էլի ՓՄԶ ներկայացուցիչներով մենք արեցինք քննարկումը, բայց այս ընթացքում տարբեր ձևաչափերով արել ենք, ընդհանուր միջև այս վերջերս Դիլիջանում բիզնես ֆորումի ժամանակ էլ ներկայացվել ու կառավարության ղեկավարը հատուկ ՓՄԶ-ների համար առանձին սեսիա դրեց քննարկման, ներկայացրել ենք, որ 2350 ստորագրություն կա նույնականացված, այսինքն մարդիկ բոլոր հնարավոր օրինական ճանապարհով ներկայացնում են իրենց խնդիրները, էլի դա միայն փողոցային բողոքի ակցիաները չի։ Սա եւս այդ մեր եղած պետական գործիքներից մեկն էր, Հանրագրի ինստիտուտը, որը եթե հետևել եք, այս անգամ փորձել ենք նորից ժամանակը ճիշտ է, քիչ է sense, որովհետեւ խնդիրը վերաբերվում է ավելի լայն շերտերի մարդկանց ու դու չես կարող մի ժամում բոլորի խնդրին անդրադառնալ։ Բայց եւ ոսկու շուկայի եւ առևտրի տարբեր բաներով, ապրանքային խմբերով զբաղվողների խնդիրներն ենք ներկայացնում, որոնք պրակտիկ դաշտում այդ գրված օրենքով հնարավոր չի իրականացնել, այսինքն եթե մենք մեր գերփոքր բիզնեսին մենակ ենք թողում այդ խնդիրների հետ, մեծ ցանկության դեպքում նույնիսկ ինքը չի կարող իրականացնել։ Գումարած դրան, որ տուգանքներն է շատ մեծացել, այսինքն հիմա մենք ունենք ՓՄԶ-ներ, որոնք ասում են դե փակեցինք առաջի երամսյակը, ոնց որ հարկը այդքան բարձր չէր եւ այլն, այսինքն փաստաթղթեր դնելով, բայց իրանք նույնիսկ այդ ժամանակ խախտում են անում, այսինքն իրանք բռնում են առաջի երամսյակում ավելի շատ փաստաթուղթ են դնում, քան վաճառել են, դա նշանակում է երկրորդ երամսյակում ավելի եւ ամենակարևորը, որ տուգանքները, որոնք նախկինում չկային, այսինքն ցանկացած պահի, երբ որ հարկային մտնի ստուգման, այն ժամանակ ՓՄԶ-ն ասում էր, ես տալիս եմ քո 5%-ը հանգիստ թող ինձ ապրեմ, բայց հիմա նույնիսկ 10% վճարելու դեպքում հարկային մտնի ամեն մի ապրանքի համար ինքը պահանջելու է քանակագումարային հաշվառում, որը ավելի բարդ հաշվառում է, քան ընդհանուր հարկման դաշտում գործողների համար։ Սա է ամբողջ բանը, կռիվը հիմնական, որ մենք երկու գաղափարախոսություն խառնել ենք իրար ու փորձում ենք ասել, դե ՓՄԶ գնա ինքնուրույն արա։ Մյուս կտորը, որ էդ էլ ասեմ, մյուս կտորը, որ եթե նույնիսկ այդ ենք արել, ապա շատ տրամաբանական կլիներ, որ հունվարի 1-ից պետական մարմինները, ինչու՞ չէ, մեր աջակցությամբ, մեր հետ համագործակցությամբ գնային հատ առ հատ այդ փոքր բիզնեսին օգնեն։ Նույն ոսկու ոլորտում ես այդ օրինակը բերեցի, ասենք դուք հիմա ստիպում եք, որ պայմանական Տիկին Զոյան կոմիսիոն վաճառքի պայմանագրեր կնքի, հա, որտեղ իր մոտ ապրանքը կա որ Իրանն է, կա որ արտադրողինն է, կա որ վերցրել է միջև վաճառի նոր գումարը, դա նշանակում է կոմիսիոն պայմանագրերի հարաբերություն, որը այս մարդը հնարավորություն չունի, այսինքն նա պետքա դիմի իրավաբանի, իրան պետքա տան ստանդարտ ձևաչափ, ինքը պետքա լրացնի, այսինքն այս ամեն ինչը զուգահեռ պետքա արվեր, ասենք եթե նույնիսկ պետությունը գտնում է, որ այս քաղաքականությունը ճիշտ է, ապա զուգահեռ սրանք պետք է ուղղորդվեն իրազեկման աջակցության ծրագրերով, որը արդեն հեսա մայիս ամիսն ենք չի արվել մինչև հիմա։ Իսկ սա անընդհատ process է, այսինքն բիզնեսը չի սպասում, ասի տեսնենք ամեն օր ինքը ստացվում է հիմա հենց հիմա ամեն օր ինքը խախտումների մեջ է։ Հենց հիմա ինքը քանակագումարային հաշվառում չի վարում։ Ու մենք խոսում ենք նաև նրա մասին, որ մի տարի հետո նույնիսկ այս նույն գործող օրենքով գալու են ու տուգանեն իրանց։ Էսա խնդրեմն է, այլ։ Հիմա նիստին ներկայացրեցիք, հիմա դες բավարարում են այն ինչ խոսվեց եւ ընդառաջում կտրվի թե ոչ։ Դե արդեն քվեարկեցին, սա հանձնաժողովի նիստ էր, ինչպես տեսակ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներից չկային այդտեղ, ես իմացա, որ 3 պատգամավոր կա տնտեսական հանձնաժողովից ընդդիմությունը ներկայացնող, որոնցից չկային, օրինակ այնտեղ մի պահ կար, որ 3 իշխանության թևը ներկայացնող պատգամավոր էին մնացել եւ չկար ընդդիմություն, եթե ընդդիմության 3 պատգամավորը լիներ, հնարավոր էր սա հաստատվեր, այսինքն մենք նաեւ քաղաքական աջակցության ֆորմալ խնդիր ունենք, որովհետեւ մենք քաղաքական բան չենք ներկայացնում։ Իհարկե, պաշտոնապես կախված էր։ Թադևոս Ավետիսյանը կար միջև այս եղած հարցերին, հետո այս հարցին չմնաց, ինչ-որ երևի խնդիրներ ուներ կամ պայմանավորություն չկար, բայց ասածս այնա, որ սա քաղաքական ամբիոն էր, որը իրանք են հաստատել, մենք եւս մեկ անգամ զգուշացրեցինք, որ սա միայն չնայած 50,000-ից ավել գերփոքր բիզնեսի մասին է խոսքը, բայց միայն գերփոքր բիզնեսի խնդիրը չի։ Սա ուղիղ ազդելու է ցանկացած ՀՀ քաղաքացու վրա, որովհետեւ դա գոնե ընդունեցին պատգամավորները, մասնավորապես Թունյանն նշեց, որ այո, մենք հասկանում ենք, որ սա բերելու է եւ ապրանքների եւ ծառայությունների գների ավելացման։ Այսինքն սա արդյոք մենք դրան պատրաստ ենք։ Մյուս կտորը, որ անդադար ասում ենք, որ ազդեցության գնահատումների խնդիր ունենք, ամենապարզագույն
օրինակն եմ բերում, մեր նույնիսկ ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը այսօր պատրաստ չէր սրան։ Այսինքն երևի տեղյակ եք, ամսի 21-ը վերջնաժամկետներ, ստիպված, քանի որ չէին հասցնում հաշվետվությունները սպասարկեին, համակարգը լրիվ փլվել էր, 3 օր հետաձգեցին։ Այսինքն մենք եւս մի հատ մեծ խումբ տնտեսավարողների տանում ենք բարդ հաշվառման, որը ենթադրում է ավելի ծանր սերվերային հագեցվածություն եւ այլն։ Այսինքն ոչ մենք ազդեցության գնահատում, նաեւ էդի նկատի ունենք։ Եվ կրթական ցենզը, եւ այդ մարդկանց ունակությունները, եւ տեխնիկական սպասարկումը, եւ ընդհանրապես պատրաստ ենք այդ գնաճին, թե չէ։ Հիմա որևէ լուծում չտրվեց։ Չէ, կո դեմ քվեարկեցին, այսինքն կողմ էին մերժելուն, իրանք օրենսդիր մարմին են, որը հաջորդ քայլը էլի կշարունակենք մեր մյուս օրենքով սահմանված բոլոր հնարավոր բաները։ Մենք տենց փորձելու ենք բոլորը օրենքով սահմանված եւ բողոքի ակցիաներ եւ էլի գրավոր եւ հիմա օրինակ մտածում ենք ավելի շատ իրազեկումներ անենք բաներում, տոնավաճառներում եւ ՓՄԶ-ների մոտ, որտեղ մենք հասկանում ենք, որ նույնիսկ իրենք ներսից շատ հարցեր կա, որ չեն էլ պատկերացնում այն խնդիրները, որ այսօր մենք փորձեցինք ներկայացնենք, էլի։ Շատ լավ։ Ես եմ շնորհակալ, որ լուսաբանում իսկ հաշվապանների մասով հաշվապանների մասով մենք կարող ենք Այսինքն